Այսօր մենք խոսելու ենք բուժաշխատողների էթիկայի վերաբերյալ եւ իմ հյուրն է բուժաշխատողների էթիկայի կանոնները քննող հանձնաժողովի անդամ, իրական աշխարհ իրական մարդիկ հասարակական կազմակերպության նախագահ Ժենիա Մալյանը։ Օրինակ դեպք ենք մենք ունեցել, դու հիշում ես, որ մենք 3-4 լսում ենք արել։ Այո։ Իսկ միևնույն գործով մենք ունեցել ենք 3-4 լսում բուժաշխատողները պացիենտին չեն դիտարկում որպես գործընթացի հավասար կողմ։ Բժշկի մի խոսքը կարող է այդ մարդուն կյանք արժենալ։ Ինձ ամենաշատը զարմացրեց այդ բժիշկ բուժաշխատող հարաբերություններում երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերություններ, բժշկական հաստատություններում տիրող մթնոլորտ, միջանձնային հարաբերություններ, իրար վրա ինքնահաստատվելու փորձեր, իրար արժեզրկելու փորձեր, երբ մենք խոսում ենք մարդու մասին, անկախ նրանից դա բժիշկ է, պացիենտ է, իրավաբան է, չգիտեմ, երբ խոսում ենք մարդու մասին, մենք 100%-ով ամեն ինչ բացարձակ չենք կարող ասել։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք խոսելու ենք բուժաշխատողների էթիկայի վերաբերյալ եւ իմ հյուրն է բուժաշխատողների էթիկայի կանոնները քննող հանձնաժողովի անդամ, իրական աշխարհ իրական մարդիկ հասարակական կազմակերպության նախագահ Ժենիա Մալյանը։ Ողջույն Ժենիա։ Ողջույն Վիոլետա։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եւս շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Արդեն 3 տարի շուտով կլինի, ինչ գործում է էթիկայի, բուժաշխատողների էթիկայի կանոնները քննող էթիկայի հանձնաժողովը, պայմանավորվենք այն կոչել էթիկայի հանձնաժողով, կարճ, եւ դու եւ ես այդ հանձնաժողովի անդամ ենք, փաստացի այս 3 տարիների ընթացքում եւ մեր հարգաժան գոլեգաների հետ միասին փորձում ենք ինչ որ իմաստով սահմանված էթիկայի կանոնները գործնական դաշտում բերել այնպիսի վիճակի, որ մենք ունենանք ընդհանուր առմամբ բուժաշխատողների բարևարկության դրական փոփոխություն եւ պացիենտների տեսանկյունից էլ հաղորդակցման եւ այլ իմաստներով պահպանված էթիկայի կանոններ։ Նախ սկսենք ամենասկզբից, այս ընթացքում, երբ որ մենք քննում էինք գործերը եւ ի սկզբանե, հենց քեզ համար որպես ոլորտի մասնագետ, ով բազմապրոֆիլ պացիենտների իրավունքների, շահերի պաշտպանության խնդիրների հետ է առնչվում, քեզ համար որպես այդպիսին այդ էթիկայի կանոնը բուժաշխատողի ինչ է իրենից ներկայացնում։ Էթիկայի կանոնը իմ համար հոգատարություն է պացիենտի նկատմամբ եւ հարգանք նրա արժանապատվության նկատմամբ։ Մենք կարող ենք բազմաթիվ տերմիններ օգտագործել, գրված եւ չգրված օրենքներ եւ կանոններ շեշտադրել, բայց էթիկան դա առաջինը հոգատարություն է։ Հետաքրքիր է։ Ու պիտի այստեղ նաեւ նշենք մեզ դիտողների եւ բուժաշխատողների եւ պացիենտների համար, որ փաստացի 2022 թվականին ամրագրված էթիկայի կանոնները բուժաշխատողների դրանք տարբեր պրոֆիլներ ունեն, բուժաշխատող պացիենտ, բուժաշխատող երրորդ անձ եւ բուժաշխատող որպես հանրային առողջապահության, այսպես մասը կազմող ներկայացուցիչ։ Եվ երբ որ ես ուսումնասիրում էի այս մեր վերջին 3 տարիների գործերը, կայացրած որոշումները, հիմնականում նկատում էի մի քանի խումբ, ենթադրյալ խախտումներ, որոնք որ վերջում արձանագրվել էին կամ չէին արձանագրվել գործերի քննության արդյունքում, դրանց մի մասը վերաբերում էր պացիենտի արժանապատվության, հարգանքի, հաղորդակցության վերաբերյալ եւ ես ուզում էի իմանալ նաեւ քո դիտարկմամբ դու ինչպես ես տեսնում ընդհանրապես ինչն է խնդիրը, որ մենք այս տեսակ խախտումներ ենք ունենում գործնականում։ Իրականում խնդիրները շատ խորքային են։ Մենք մեր գործերի ընթացքում եւ ես ինքս որ մարդ, որը 15 տարուց ավել աշխատում է պացիենտների հետ եւ զբաղվում է պացիենտների իրավունքների պաշտպանությամբ, ես շատ դիտարկում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք ըստ էության երևի իրենց պատճառները գրեթե նույնն են։ Մենք խոսում ենք ոչ հոգատարության մասին, մենք խոսում ենք պացիենտի հետ պատշաճ չհաղորդակցվելու մասին, պացիենտին հավասարին չդիտարկելու մասին եւ նաեւ չհարգելու արժանապատվությունը նրա ընտանիքի անդամների հետ բավարար չհաղորդակցվելու
Այս խնդիրները եւ մենք էթիկայի հանձնաժողովում ենք դիտարկում եւ ես ինքս դիտարկել եմ տարբեր, պացիենտների իրավունքների պաշտպանության ընթացքում իրականում պատճառները ես բաժանում եմ այսպես երկու խմբի։ Առաջինը դա կրթությունն է, կրթության բացն է, որտեղ մեր բուժաշխատողները կարող են կրթվել, սովորել իրենց կրթություն ստանալու ընթացքում տարբեր ժամանակակից նորարարական բուժման մեթոդների մասին, հետազոտության, չգիտեմ, մարդկանց կյանքերը փրկել, բայց ես դիտարկում եմ, որ շատ թույլ է այս էթիկայի մասը հենց կրթության մեջ։ Երկրորդ խնդիրը, որ ես դիտարկում եմ, դա երբեմն բուժաշխատողների չափից ավել շատ ծանրաբեռնվածությունը, այրման համախտանիշը, մենք մեր բոլոր դեպքերը երևի քննելիս անպայման այս խոսակցությունը ունեցել ենք, որ այս բժիշկը, այս բուժաշխատողը, այս մարդը գտնվում է խորը ծանր հոգնածության, քրոնիկ հոգնածության մեջ, ունի այրման համախտանիշ եւ չի իրականացվում պատշաճ կանխարգելման միջոցառումներ, որպեսզի բուժաշխատողների շրջանում կանխարգելեն այրման համախտանիշը։ Եվ երբ դրանք առկա են, որևէ միջոցառում չի ձեռնարկվում, որպեսզի նրանք բուժվեն այրման համախտանիշից։ Մենք սա բազմաթիվ դեպքերով տեսել ենք եւ կան բժշկության մեջ էլ կան մասնագետներ, որոնք որ շատ բարդ դեպքերի հետ են աշխատում։ Իհարկե բժիշկը միշտ աշխատում է մարդու հետ, նրա առողջության հետ, ֆիզիկական, հոգեկան առողջության հետ, բայց կան մասնագիտություններ, որոնց դեպքում շատ ավելի ծանր են այն մարդիկ, ովքեր ավելի շատ են առնչվում մահվան հետ, անհուսալի իրավիճակների հետ, երբ որ պացիենտին ասելիք չունեն կամ նրա հարազատին, այս դեպքերում շատ ավելի շատ է այրման համախտանիշի հավանականությունը եւ մենք դա դիտարկում ենք մեր դեպքերի ընթացքում։ Բայց ցավոք սրտի սրան բավարար ուշադրություն չի դարձվում ոչ ընդհանուր կրթական համակարգում, ոչ աշխատանքային միջավայրում եւ ընդհանուր ոչ էլ քաղաքականությունների կոնտեքստում։ Սա ցավոք սրտի այդ հիմնական խնդիրներից մեկն է։ Եվ պատկերացնենք, եթե բժիշկ կա, որը որ լավ չեն բացատրել օրինակ, կրթության սովորելու ընթացքում էթիկայի կանոնները, եւ նա հոգնած է եւ չի կանխարգելվում նրա այրման համախտանիշը, չեն բավարարվում նրան Մասլոյի բուրգեն էլեմենտար շերտերը, մենք երբեմն այդ բժշկից իրականում գուցե շատ բան պահանջելու իրավունք չունենք էլ։ Եվ այստեղ նույնիսկ այդ ակնկալիքներն են ինչ որ իմաստով փոխվում։ Իդեպ այստեղ շատ կարևոր է նաև բարձրաձայնել այն, որ էթիկայի հանձնաժողովը բացարձակ չունի եւ իրավական տեսանկյունից եւ գործերի քննման տեսանկյունից որևէ կերպ բուժաշխատողին այսպես բացասական կամ մահակի դիրքից կամ որևէ կերպ պատժողական մոտեցմամբ հակառակը մոտեցումը այնպիսին է, որ մենք ուզում ենք հնարավորինս թեկուզ գործերի քննման լսումների ընթացքում մի փոքր ավել տեղեկատվություն, իրազեկում, փորձենք իրականացնել ի օգուտ նաև հենց այդ նույն բուժաշխատողի, ով այս process-ում շատ կարևորագույն օղակ է հանդիսանում։ Մի փոքր գալով նաև պրոցեսուալ հարցերի մասին եւ ընթացիկ, խնդիրների մասին։ Հանձնաժողովը գործում է ամբողջությամբ հասարակական հիմունքներով եւ բացարձակ որևէ մարմնի ենթակայության տակ չի մտնում, մենք գործում ենք օրենսդրության համապատասխան եւ իրավական ակտերի համապատասխան։ Միևնույն ժամանակ մեր կողմից կայացրած որոշումները թերևս այս этаպում, ունեն հետեւյալ ազդեցությունը, որ գործատուի կողմից, որտեղ բուժաշխատողը աշխատում է, կայացում է որոշում, որպեսզի մեր առաջարկով գործի քննման որոշման արդյունքում, որպեսզի նկատողություն, լինի տվյալ բուժաշխատողի նկատմամբ։ Բայց մենք գիտենք, որ օրենսդրական մեծ փոփոխություններ են եղել եւ փաստացի մուտք է գործում բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը։ Եվ որի արդյունքում նաև պիտի արդեն որոշակի ժամանակահատվածով զրկվեն անհատական լիցենզիա ունենալուց քան աշխատելու փաստացի հնարավորությունից բուժաշխատողները։ Ինչ ես կարծում։ Հանձնաժողովի իր գործունեությամբ, էթիկայի կանոնների պահպանման, դրա խախտման մասով կանխարգելման տեսանկյունից այս գործիքակազմը որքանով արդյունավետ կարող է լինել։ Իրապես հանձնաժողովը աշխատում է կամավորական սկզբունքներով, հասարակական հիմունքներով,
եւ նույնիսկ այս ծավալի դեպքերը, որ մենք ունեցել ենք, իրապես շատ ծանրաբեռնված է աշխատել այս 3 տարիների ընթացքում եւ հանձնաժողովը իրականացրել է տեխնիկական աշխատանքներից սկսած մինչեւ խորհրդատվական աշխատանքներ եւ մինչեւ այդ էմոցիոնալ երբեմն բարդ որոշումներ կայացնել։ Ես կարծում եմ, որ երբ իրավակարգավորումը փոխվի, բարեփոխումը տեղի ունենա եւ այլևս մեր կայացրած որոշումները, էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումները ազդեցություն ունենան նաեւ լիցենզավորման վրա, դեպքերը ավելանալու են, շատ ավելի ավելանալու են։ Ես մի քիչ մտահոգություն ունեմ, որ այդ ծավալի դեպքերի հետ էթիկայի հանձնաժողովը գուցե չկարողանա աշխատել եւ կարծում եմ, որ այս 3 տարիների ընթացքում հանձնաժողովը կարողացել է պատշաճ իրականացնել բոլոր լսումները, փաստաթղթավորումները, ինչու՞ չէ նաև որոշակի բարելավումներ եւ փոփոխություններ անել։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ էթիկայի հանձնաժողովը ընդլայնվի իր աշխատակազմով, գուցե էլի որոշում կայացնողները, փորձագետները կլինեն 7 մասնագետներ, բայց այդ տեխնիկական ադմինիստրատիվ աշխատանքի համար անպայման պետք է լինեն մարդիկ վարձատրվող, ովքեր կկարողանան կատարել այդ տեխնիկական աշխատանքները, որովհետև եթե մենք ուզում ենք որակյալ աշխատանք, եթե մենք ուզում ենք բոլոր դեպքերը պատշաճ քննվեն եւ այսպես մատերի արանքով չնայվեն, հապճեպ որոշումներ չկայացվեն, դրա համար պետք է պատշաճ ուշադրություն։ Տեսեք, օրինակ դեպք ենք մենք ունեցել, դու հիշում ես, որ մենք 3-4 լսում ենք արել։ Այո։ Իսկ միևնույն գործով մենք ունեցել ենք 3-4 լսում, դրանից հետո մենք ընթացքում առանձին էթիկայի հանձնաժողովը օրինակ քանի հանդիպում է ունեցել Zoom-ով կամ չգիտեմ դեմ առ դեմ եւ մենք ինչպես ենք ամեն դետալը քննարկել եւ եթե դեպքերը շատանան, ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի լինի անել։ Էլի հանձնաժողովի փորձագետները իրենց խորհրդատվական մասով կարող են կամավորներ գրավել, բայց այդ տեխնիկական մասը ես կարծում եմ, որ այսպես կաշխատի, բայց չի աշխատի այնպես, ինչպես օրինակ անցած 3 տարիներին, եթե հատկապես դեպքերը ավելանան։ Լովին համամիտ եմ քեզ հետ։ Անդրադառնալով հանձնաժողովին ու նաև անդամներին նշենք նաև մեծ դիտողների համար, որ հանձնաժողովում ներգրաված են մեր հարգարժան գոլեգաները, 2 բժիշկներ, մեկ գիտնական, եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հոգեբան, ում օգնությունը եւ մասնակցությունը շատ կարեւոր է, 2 իրավաբան, որից մեկը ես եմ, մյուսը մեր հարգարժան նախագահը հանձնաժողովի, եւ պիտի ասեմ, որ իսկապես սա նաեւ որպես կայացող նաեւ ինստիտուտ մեզ համար իսկապես բավականին բարդ էր։ Եվ Գերնպատակ էստեղ ունենալով նաև այն, որ հնարավորինս շատ տեղյակ լինեն բուժաշխատողները իրենց էթիկական կանոնների մասին, մենք նաև մեծ ձեռքբերում կարող ենք ասել, համարել, որ այս տարվանից սկսած դեռ նախորդա կարելի ասել այդպես փոփոխությունը նախորդ տարի է կատարվել, որ յուրաքանչյուր բուժաշխատող, ով անցնում է կրեդիտավորված դասընթացներ, նա պետք է նաև անցնի էթիկայի կանոնների վերաբերյալ պարտադիր դասընթաց։ Ինչ ես կարծում այդ մեր պատկերացրած պրոֆեսիոնալ բուժաշխատողը, ինչպիսի հատկանիշներ, որակներ եւ գիտելիքի եւ գործնական իմաստով պիտի ունենա, որ մենք այստեղ եւս փոփոխություն ունենանք։ Մի քիչ հերվից կամ երբ որ մենք ուսումնասիրում ենք դեպքերը, երբ որ ես ինքս իմ աշխատանքային փորձի ընթացքում տարբեր դեպքերի հետ առնչվում, ես այսպեսի մի խնդիր եմ դիտարկել, որ բժիշկները, բուժաշխատողները պացիենտին չեն դիտարկում որպես գործընթացի հավասար կողմ։ Բայց մենք գիտենք, որ այս բուժման process-ը դա համալիր process է։ Եվ եթե մենք նվաստեցնում ենք, իջեցնում ենք պացիենտի դերը, ավելի բարձրացնում բժշկի դերը կամ հակառակը, արդյունքը այդքան էլ լավը չի լինում։ Իմ պատկերացմամբ պրոֆեսիոնալ բժիշկը, բուժաշխատողը, բացի իր մասնագիտական գիտելիքներին, հմտություններին, ոլորտին վերաբերող նորարարությունների մասին իրազեկված լինելուն, նաև պետք է ունենա շատ լավ հաղորդակցության հմտություններ եւ անպայման իր պացիենտի հետ շփվի հավասարը հավասարին,
հարթության մեջ, որովհետև երբ որ բժիշկը բուժումը նշանակում է, հա, պայմանական բժիշկը բուժումը նշանակեց, այդ բուժումը տանը իրականացնողը պացիենտն է։ Երբեմն նրան աջակցում են նաև նրա ընտանիքի անդամները։ Ես օրինակ սա կարող եմ տեղայնացնել միավոր ապրող մարդկանց դեպքում, այո, բժիշկը իր գործը անում է, բուժումը նշանակում է, բայց այդ բուժումը ամբողջ կյանքի համար է եւ մարդը ամեն օր պետք է ստանա իր դեղամիջոցները, պարբերաբար պետք է անցնի հետազոտություններ։ Երբ որ մենք այստեղ պացիենտին բավարար չենք կրթում, չենք դնում բացատրում իր պատասխանատվության չափը, որ ես նշանակել եմ, բայց մնացածը քո անելիքն է։ Եվ պատասխանատվությունը հավասար չենք կիսում, չենք ուժեղացնում պացիենտին, նրան չենք բացատրում իր համար հասկանալի լեզվով, թե ինչի է կարևոր խմել նույն ժամին դեղեր, ինչի է կարևոր բաց թողում չունենալ, ինչի է կարևոր պարբերաբար հետազոտությունները անցնել, պացիենտը իր մասով բաց է թողնում եւ արդյունքում տուժում է ամբողջ աշխատանքը։ Եվ այստեղ իմ պատկերացմամբ լավ մասնագետը ոչ միայն լավ կտրող, կարող, դեղ նշանակող բժիշկն է, այլ լավ նաև հաղորդակցվող, բացատրող, նաև ինչու՞ չէ աջակցող, էմպաթիան այստեղ շատ կարևոր է, որովհետև իրավիճակներ կան, որ այդ մարդուն կարող է փրկել ընդամենը բժշկի մի ժպիտը, մի հայացքը, հուսադրող մի խոսքը։ Ես չեմ ասում, որ ինչ որ իլյուզիաների վրա ստեղծվի փոխհարաբերությունները բժիշկ-պացիենտ, բայց երբեմն այո, բժշկի մի խոսքը կարող է այդ մարդուն կյանք արժենալ։ Եվ սա մենք տեսնում ենք նաև միավոր ապրող մարդկանց դեպքում եւ մնացած այլ հիվանդություններում։ Եթե հարցին փորձեմ պատասխանել, միայն մասնագիտական շատ լավ գիտելիքները բավարար չեն։ Եվ մենք ունեցել ենք մեր հանձնաժողովում դեպքեր, երբ որ շատ այսպես սուպեր պրոֆեսիոնալ բժիշկ է եղել, տարբեր տեղերով նրա անունը թմբկահարվել է, տարբեր կոնֆերանսներին նրա նկարները առաջին էջերում են եղել, բայց էլեմենտար պացիենտի հարազատի հետ կամ պացիենտի հետ շփվելու էլեմենտար հմտություններին այդ բժիշկը չի տիրապետել եւ ինքը ամբողջությամբ ձախողել է այդ դեպքը։ Եվ կարծում եմ, որ մասնագիտական հմտությունները, հաղորդակցության հմտությունները, հոգատարությունը եւ մարդու արժանապատվությունը հարգելը եւ հավասարին հարթության մեջ դիտարկելը պացիենտին եւ երբեմն նաեւ նրա հարազատներին։ Իդեպ այստեղ շատ կարեւոր է նաեւ այդ իրավական նրբությունները եւս հասկանալ, որովհետեւ երբ մենք խոսում ենք ընդհանուր առմամբ մարդու արժանապատվության մասին, այստեղ պացիենտի արժանապատվությունը նույնիսկ մի փոքր այլ կերպ է մեկնաբանվում, որովհետեւ ի վերջո որքան էլ որ մենք նշենք եւ դա իրապես այդպես է, որ պացիենտը հատկապես մեր օրերում եւ ամբողջ աշխարհում արդեն հանրային առողջապահության կոնտեքստում երբ մենք նայում ենք, պացիենտը ինքը մասնակից է դառնում արդեն այս իրավահարաբերություններին, բայց միևնույն ժամանակ հիվանդության հետ պայմանավորված, ինքնազգացողության հետ պայմանավորված այս մարդը գտնվում է որոշակի իմաստով խոցելի տեղում, դրա համար շատ կարևոր է, որ այդ մոտեցումը եւ այդ վերաբերմունքը առաջին հերթին, հա, հստակ հա տարանջատված լինի եւ դրական իմաստով դա տարանջատված լինի։ Երբ մենք խոսում ենք մեր դեպքերի մասին, ես անպայման կուզենամ նաեւ անդրադառնանք, որովհետեւ վստահ եմ մարդկանց մոտ նաեւ այս թյուրըմբռնումն էլ կա, որ սա միայն պացիենտների համար է, միայն պացիենտների շահերն եք պաշտպանում, բայց փաստացի մենք օրենսդրորեն ունենք նաև ամրագրված բուժաշխատող էթիկայի կանոնները, որոնք ոչ պակաս կարևոր են նաև ընդհանուր բժշկական ծառայությունների որակի տեսանկյունից, բժշկական հաստատության ներսում տիրող մթնոլորտի տեսանկյունից, աշխատանքային առողջ հարաբերությունների տեսանկյունից, ինչը ի վերջո չի կարող նաև չանդրադառնալ հենց պացիենտի վրա։ Ու թերևս այս կոնտեքստով կուզենամ նաև նշենք, թե ինչ ես դու տեսնում եւ բուն հիմնական խնդիրները, որոնք ես նկատում, որոնք կարելի է նաեւ շտկել այս իմաստով։ Ես այս հաղորդմանը, որ պատրաստվում էի, այսպես մտածում էի, օրինակ ինչ դեպքեր են եղել, որ հետաքրքիր են, ինչ դեպքեր են եղել, որ ինձ շատ զարմացրել են, ինչ դեպքեր են եղել, որ շատ հիասթափեցրել են։ Իրական բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում ոչինչ ինձ չի զարմացրել, որովհետեւ դե 15 տարի, այո, եւ նաեւ ինքս պացիենտ լինելով, հա, տարբեր հաղորդակցություններում ամեն ինչ տեսել ենք, ոչինչ չի զարմացրել։ Ինձ ամենաշատը զարմացրեց այդ բժիշկ բուժաշխատող հարաբերություններում երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերություններ, բժշկական հաստատություններում տիրող
մթնոլորտ, միջանձնային հարաբերություններ, իրար վրա ինքնահաստատվելու փորձեր, իրար արժեզրկելու փորձեր, սա ես չէի սպասում, անկեղծ եմ ասում, այնպես չի որ լուսնից է միջել եւ չեմ պատկերացնում աշխատանքային միջավայրը ինչպիսին կարող է լինել, բայց մի տեսակ մենք ոնց է, չէ, մեր պատկերացումներում, մեր խոսույթում, ընդհանրապես մեր ընկալումների մեջ բժիշկը 10 տարի սովորած, որոշակի եթե ոչ ավել, այո, մինիմում 10 տարի սովորած, որոշակի կրթական ցենզ ունեցող, որոշակի էթիկական նորմեր ունեցող, գրագիտություն, միջավայր ունեցող մարդ է եւ ոնց որ մենք ակնկալում ենք ավելին իրականում, քան օրինակ կարող ենք ակնկալել, չգիտեմ, շինարարից, հա, քավլիցի, ամենայն հարգանքով, այո, բայց օրինակ, չգիտեմ, այն մարդը, որ անցել է բարձրագույն կրթության ճանապարհով եւ այն մարդը, որ չի անցել, ոնց որ ակնկալում ես, որ այս անցած մարդը մի քիչ ավելի պիտի, չէ՞, իհարկե, չգիտեմ, գրագետ խոսք ունենա, փոխհարաբերություններում ավելի, բայց այն ինչ որ մենք տեսել ենք մեր դեպքերի շրջանակում երբեմն կատաստրոֆիկ իրավիճակներ են եղել։ Եվ այո, չեն կարող միջանձնային փոխհարաբերությունները բուժաշխատողների միջև, ներսում տիրող իրավիճակը չեն կարող չազդել բժշկի հոգեվիճակի վրա, չեն կարող այդ հոգեվիճակը չի կարող չազդել պացիենտի հետ հարաբերություններում, աշխատանքի որակի վրա, եթե պատկերացնենք, որ օրինակ մի իրավիճակ, որտեղ կա լարված փոխհարաբերություններ բուժաշխատողների միջև։ Տարիներ, այո, մենք ունենք դեպքեր, չէ՞, որ տարիներով այդպես եւ կարող է այդ մի բժշկական հաստատությունից մի 3-4 դեպքեր քննենք։ Հիմա այնտեղ աշխատող մարդը, որը ամեն օր առավոտյան գնում է աշխատանքի, հուզված, լարված, ջղայնացած, ակնկալիքով, որ հեսա նորից ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի, չի կարող այդ բուժաշխատողը, չգիտեմ, հանգիստ հոգեվիճակում ծառայություն մատուցել իր պացիենտին եւ հետեւաբար այս շղթան շատ ուղիղ ազդեցություն է ունենում պացիենտի հետ աշխատանքի վրա։ Նաեւ կազմակերպչական շատ հարցեր կան, որոնք ելի ազդում են բուժաշխատողի հոգեվիճակի վրա, նրա տրամադրության վրա եւ սա եւս ազդում է բնականաբար պացիենտին տրամադրվող ծառայությունների որակի վրա։ Մենք ունենք դեպքեր, երբ որ գալիս են, ասենք, շատ կազմակերպված բժշկական հաստատություն, շատ կազմակերպված աշխատելավոճով, ամեն մեկը հստակ իր պարտականությունները ունի, բայց նաև տեսնում ենք այլ իրականություն, որտեղ կներեք, բայց բժիշկը պացիենտ է խլում այն մյուս բժշկից, որպեսզի իր հեղինակությունը, ստացած եկամուտները եւ այլը ավելի բարենպաստ խախտում է։ Եվ առհասարակ այդ վարվեցողությունը, գոլեգայի նկատմամբ, հատկապես պացիենտի ներկայությամբ, սա միանշանակ էթիկայի կանոնի խախտում է, նույնիսկ այստեղ առավել մանրամասն մեկնաբանման կարիք էլ չկա։ Դու իրավացիորեն նշեցիր այդ բուժաշխատողի որպես այդպիսին, հա, չասեմ, կոչումը, ստատուսը, ի վերջո մի մարդ ով այդ ամբողջ ճանապարհն անցել է։ Ես կուզենամ նաև մենք մեկ այլ ասպեկտ եւս քննարկենք, որը վերաբերում է բուժաշխատողը հանրային առողջապահության կոնտեքստում եւ գուցե այստեղ նաեւ անդրադառնանք այն հանրային միջավայրերում, հատկապես մեր օրերում, երբ մենք տեսնում ենք շատ ակտիվ սոցիալական ցանցերում նաեւ բուժաշխատողների գործունեությունը, սա միանշանակ ողջունելի է եւ լավ է եւ վստահ եմ, որ նաեւ ինչ որ իմաստով իրազեկման մեծ աշխատանք է կատարվում։ Բայց մյուս կողմից շատ կարեւոր է նաեւ հասկանալ, որ մարդը, ով լսում է տեղեկատվություն մեկից, ով ներկայանում է որպես բժիշկ, հա, օրինակ ես մտնում եմ եւ տեսնում եմ, որ սա որևէ բուժհաստատության կամ հենց կոնկրետ բժիշկի պաշտոնական էջ է կամ ինքը հանրային որևէ այլ վայրում կարծիք է հայտնում կամ որևէ հայտարարություն է անում ոլորտի վերաբերյալ, սա նշանակում է, որ նա ամբողջությամբ կրում է այդ պատասխանատվությունը եւ փաստացի ես որպես սովորական մարդ իրենից ակնկալում եմ այդ գիտահեն, առանց վիրավորող, առանց պիտակավորող հայտարարությունը կամ որևէ նյութ, որ ինքը ներկայացնում է, որովհետև ինքը ամեն դեպքում լինելով բժիշկ պիտի մի փոքր վարքագիծը հանրության տեսանկյունից տարբերակի։ Ինչ ես կարծում, հա, այս մասով մենք գործնականում նախ ինչ իրավիճակ ունենք, նաև քո գնահատմամբ եւ գուցե ինչ որ իմաստով մոնիտորինգի տեսանկյունից եւ արդյոք այստեղ եւս կա անելիք էս իմաստով։ Հանրային ընդհանրապես սոցիալական մեդիան
եւ ինտերնետի հասանելիությունը իր դրական եւ բացասական կողմերն է բերել մեր կյանք, այդ թվում նաեւ տեղեկատվության բազմազան լինելը, տարբեր լինելը եւ երբեմն չես հասկանում դա ճիշտ է թե սխալ է, դա օբյեկտիվ է, ոչ օբյեկտիվ է, գիտահեն է, ոչ գիտահեն է, սա ունենք մենք այսօր շնորհիվ ինտերնետի համացանցի եւ շնորհիվ սոցիալական մեդիայի։ Եվ տեսեք, ունի եւ իր դրական կողմը եւ իր բացասական կողմը։ Եթե խոսում ենք բուժաշխատողների մասին, եթե բուժաշխատողը, ես այսպես եմ պատկերացնում, հա, եթե բուժաշխատողը օրինակ ունի իր առանձին էջը, վարում է այդ էջը եւ տեղեկատվություն է փոխանցում իր էջի միջոցով եւ նաեւ ինքը, այսպես ասած, իրեն գովազդում է որպես բժիշկ, լավ է, սա վատ չէ, բայց այստեղ բժիշկը շատ մեծ պատասխանատվություն կա իր ուսերին։ Մի կողմից նա փոխանցում է հանրությանը տեղեկատվություն այս կամ այն հիվանդության կամ բուժման մեթոդների մասին։ Եվ եթե օրինակ նա սխալ, հնացած, կարծրատիպային, ոչ պատշաճ տեղեկատվություն է փոխանցում, դա ինչ որ մարդու համար կարող է կյանք արժենալ, որովհետև բոլոր մարդիկ չէ որ կարող են այդ լսածը ստուգել, բացել այս կամ այն ուղեցույցը, այս կամ այն միջազգային կազմակերպության կայքը, ճշտել մեկ այլ բժշկից, եւ սա կարող է այդ մարդկանց կյանք արժենալ։ Այսինքն սա շատ մեծ պատասխանատվություն կա այդ մարդու վրա, որ ինքը սխալ տեղեկատվություն չփոխանցի, գիտահեն լինի։ Երկրորդ մասը իրականում մի հատ շատ վատ բան եմ դիտարկել, երբ որ սկսում են իրար այսպես վարկաբեկել, մեկը մյուսի աշխատանքը, մեկը մյուսի մոտեցումները, սա էլ ուրիշ ծայրահեղություն է, որը էլի էթիկայի խախտում է, բայց որևէ տեսակի վերահսկողություն չկա։ Ոչ մեկ չի կա, այդ մարդուն ազատ խոսքը մեր երկրում բոլոր իրավունք ունեն ազատ խոսքի, որովհետև մեկը չի կարող այդ մարդուն սաստել եւ ասել դու գիտես սխալ բան ես ասում կամ դու մի վարկաբեկի քո գործընկերոջը։ Եվ իրական էթիկայի հանձնաժողովը չի էլ կարող մոնիտորինգ անել բոլոր էջերը, դա ֆիզիկապես հնարավոր չի։ Այո, եւ բոլոր դեպքերով վարույթներ սկսել եւ այլը եւ այլը։ Բայց մյուս կողմից մի հատ ուրիշ կարևոր բան եմ մասին եմ էլ ուզում ասեմ նախորդ ասածից հետ կապված, բժիշկը, որը մինիմում 10 տարի անցնում է կրթական բարձրագույն կրթական համակարգի միջով, որից բնականաբար հասարակությունը մի քիչ այլ ակնկալիքներ ունի եւ նաեւ նա կրթող դեր ունի, նա կյանքեր փրկող դեր ունի, երբ որ այդ նույն բժիշկը դուրս է գալիս եւ հանրային օգտագործում է օրինակ ոչ հարիր բառեր, սխալ ինչ որ տեղեկատվություն է փոխանցում, իհարկե սա էթիկապես ոչ ընդունելի է, սխալ է եւ նաեւ ինչ որ առումով վարկաբեկում է բժշկական հանրույթին, հա, այսինքն մենակ ինքը իրեն չի վարկաբեկում, նաեւ իր գործընկերներին, գցում է բժշկի հեղինակությունը, նրանց նկատմամբ հավատը ավելի այսպես իջնում է, մարդիկ սկսում են մտածել, որ դե այսինքն մի տեսակ ոնց որ արժեզրկում է բժշկին եւ իր աշխատանքը, բայց մյուս կողմից ոչ մի գործիք չկա, ոչ մի մեխանիզմ չկա, որ այդ ամեն ինչը վերահսկվի, որ այդ ամեն ինչը պատշաճ արձագանքվի, հա, ինչ որ դեպքերում արձագանքում ենք, թեկուզ հենց մենք որպես անհատներ, այդ ռիլերի կամ այդ փոստերի տակ կարող ենք ինչ որ կոմենտներ գրել, բայց իրականում սա գործիքակազմ չէ եւ ես կարծում եմ, որ կրթության մեջ անպայման պետք է ոչ միայն պացիենտի հետ հաղորդակցությանը, այլ հանրային հաղորդակցության հետ կապված դասեր պետքա լինեն, լեկցիաներ պետքա լինեն, պարտադիր, որովհետև եթե այդ հաղորդակցությանը մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում, հետո ինչ որ միտեղ տուժում ենք, ինչ որ մարդիկ այդ վատ հաղորդակցության պատճառով կարող են հենց իրենց առողջությանը վնաս հասցնել, կամ, չգիտեմ, ժամանակին չգնալ բժշկի, կամ մտածել դե լավ, որ այս բժիշկները այսպես խոսում են, միգուցե ոչ էլ պետք է իրանց մոտ գնալ։ Այս մի չվերահսկվող, բայց շատ կարևոր մաս է, եւ ես ուղղակի ուզում եմ կոչ անել բոլոր բուժաշխատողներին, որ երբ որ որևէ հանրային ելույթ պետք է ունենան, իրենց սոցիալական մեդիաներում որևէ տեղեկատվություն են փոխանցում կամ ինչ որ բանի վերաբերյալ կարծիք են հայտնում կամ գովազդում են իրենց ծառայությունները, միշտ հիշեն, որ այդ տեղեկատվությունը հասանելի է երեխաներին, դեռահասներին, մեծահասակներին, տարեցներին, մարդկանց, ովքեր որ ի վիճակի են այդ
տեղեկատվությունը ճշտելու, մարդկանց, որոնք որ դա ուղղակի հալած յուղի տեղ կընդունեն եւ դա իրենց կյանքում գուցե ինչ-որ շատ վատ կամ լավ ազդեցություն ունենա, ուղղակի ոնց որ կոչս այն է եւ խնդրանքս, որ անպայման մտածեն ինչ են ասում եւ արդյոք իրենց ասածը կընկալվի այնպես, ինչպես որ ասում են։ Արդյոք այդ մատչելի բառապաշարը, արդյոք դա զգայուն բառապաշարը, որովհետև նաև մենք ականատես ենք լինում, որ կարող են կոնկրետ խմբերի նկատմամբ շատ խտրականացնող տերմիններ կիրառվել, թիրախավորել այդ խմբերին, այսինքն տարիներով հասարակական կազմակերպությունը, պետությունը, միջազգային կազմակերպությունները ահռելի ռեսուրսներ են դնում, որ խտրականությունը նվազեցնել, այո, վերացնենք, մեկ էլ մի հատ ինչ-որ բժիշկ կամ բուժաշխատող կամ մարդ կարող է ինչ-որ մի բան ասել, որ այդ ամբողջ աշխատանքը ջուրը լցվի։ Եվ սրանք շատ ավելի խոցելի են դարձնում ավելի հայտնի բժիշկներին, ավելի այդպես անուն հանած, ավելի տեսանելի, որպես հանրային առողջապահության մաս կազմող մարդ։ Հա, իսկապես, եւ շատ կարեւոր է նաեւ անդրադառնալ այն հարցին, որ մենք իսկապես ունեցել ենք այն տեսակ գործեր, որոնք նաև մեզ հնարավորություն են տվել տեսնելու որոշակի իմաստով համակարգային խնդիրներ, եւ ես կուզենամ դրանցից մի քանիսին անդրադառնանք, օրինակ մենք ունեցել ենք մի գործ, որի շրջանակներում ստացել ենք դիմումը արդեն պացիենտի մահացած հարազատների կողմից, իդեպ նաև նշենք մեզ դիտողներին, որ իրենք եւս կարող են դիմել հանձնաժողովին, եւ մենք ունենք 1 տարվա վաղեմության ժամկետ, որպեսզի հնարավորություն ունենանք այդ ենթադրյալ խախտման մասին բավարար տեղեկություններ ներկայացնել մարդիկ եւ մենք հնարավորություն ունենանք լսել այդ մասին ու որոշում կայացնել գործ ուսումնասիրելու արդյունքում։ Վերոնշյալ դեպքի ժամանակ մենք տեսանք մի բան, որը լրջագույն համակարգային խնդիր էր, մասնավորապես այն, որ այնպիսի ուրեմն տեղեկատվություն, որը վերաբերում է մարդու կյանքին, այսինքն այնպիսի հիվանդություն, որը կարող է մահաբեր լինել, որպես այդպիսին, հայտնվում է շատ այսպես իմիջայլոց, հեռախոսի միջոցով, առանց բավարար պատրաստվածության, առանց բավարար իրազեկման իրավունքի բոլոր տարերը պահպանելու եւ այլն, ու սա հնարավորություն տվեց, որպեսզի մենք նաեւ դիմենք առողջապահության նախարարությանը, որովհետեւ ներկայացնենք նաեւ, որ մենք յուրաքանչյուր որոշման հետ մեկտեղ, փաստացի նաև ներկայացնում ենք, եթե այդտեղ հայտնաբերել ենք որևէ խնդիր, համակարգային բնույթ կրող խնդիրներ, ընդ որում դա արվում է նաև ոչ միայն նախարարությանը հենց կոնկրետ համակարգի իմաստով, նաև օրինակ բժշկական հաստատությանը, որը կարող է տեղում որևէ կարգավորումներ եւ շտկումներ անել ու իրավիճակը փաստացի կփոխվի այստեղ։ Այդ դեպքը վերաբերում էր վատ լուրը, մարդուն հստակ ընթացակարգով եւ ուղեցույցին համապատասխան հայտնելու մասին եւ մենք շատ ուրախ ենք, որ որպես ձեռքբերում կարող ենք ասել նաեւ այս 3 տարիների ընթացքում, որ այդ ուղեցույցը ընդունվեց եւ ես մեծ հույս ունեմ, որ սա դեռ մի մասն է, որ դեռ նաեւ դա պետք է կիրառության մեջ դնել եւ հնարավորություն կունենանք մենք ի վերջո, որպեսզի դա նաեւ գործարկվի այսպես մասսայական իմաստով։ Ինչ ես կարծում, համակարգի իմաստով, ընդհանրապես, եթե նույնիսկ գլոբալ նայելու լինենք էթիկայի կանոնները, դրանց կատարումը, դրանց խախտման վերաբերյալ որևէ քայլերը, որոնք ձեռնարկում են, ինչ կապ ունեն եւ մենք նաեւ դերը, որպես նաեւ հետո ներկայացվող անդամների դեպքում հետագայում նաեւ էթիկայի հանձնաժողովը որպես այդպիսին ինչ դեր կարող է ունենալ նաեւ այս իմաստով։ Իրական էթիկայի հանձնաժողով ունենալը, ստեղծելը եւ գործարկելը այս process-ները շատ ողջունելի են, որովհետեւ մենք մինչ էթիկայի հանձնաժողով ունենալը օրինակ ինչ-որ դեպքեր ինչպես էին քննվում, մենք ունենք ուղեցույցներ, մենք ունենք օրենքներ, որոնք ավելի ինդիկատորային են, այսինքն այս գործառույթը արվել է, չի արվել, այսպես արվել, այսպես գրված էր այսպես, բայց արվել է այսպես, բայց բովանդակային առումով, մարդ փոխհարաբերությունների առումով մենք չունենք ոչ մի բան։ Եվ այս մեր էթիկայի հանձնաժողովը
եկավ լրացնելու այս բացը։ Եվ ես կարծում եմ, որ այո, ահագին գործ արել ենք։ Իհարկե շատ սաղմնային փուլում ենք, շատ այսպես էթիկայի միայն հանձնաժողով ունենալը կամ 1-2 դասընթաց անելը դրանք դեռևս բավարար չեն, որ մենք ասենք, որ այս հարցը մենք մեր երկրում լուծել ենք, բայց սրանք շատ կարևոր քայլեր են, եւ եթե շարունակվեն այն ինտենսիվությամբ, այն սրտացավությամբ, այն հոգատարությամբ, ինչ որ ընթացիկ հանձնաժողովն է աշխատել եւ այն մարդիկ, ովքեր այս process-ների մեջ ներգրաված են եղել, որոշակի ժամանակ հետո մենք կկարողանանք որոշակի արդյունքներ գրանցել։ Բայց ինչ դեր ունի էթիկայի հանձնաժողովը, հա, որպես այդպեսին։ Դու շատ ճիշտ նկատեցիր, որ մենք ընդհանրապես մահակ ունեցող կառույց չենք։ Մենք պատժող չենք եւ մեր նպատակը չի որևէ մեկին նկատողություն տալ կամ որևէ մեկին ասել դու ճիշտ ես կամ սխալ ես։ Իրական մեր գործի էությունը կարանում է նրանում, որ մենք հաղորդակցվում ենք եւ բացում ենք այն չբացված ծալքերը, որը որ ոչ մի օրենքում, ոչ մի ուղեցույցում գրված չի, բացում ենք այն չերևացող, բայց ծավալ տվող, բովանդակություն տվող, գույն տվող այդ ծալքերը եւ խոսում ենք այդ կարեւոր բաների մասին։ Եվ բացի այդ դեպքերը քննելուց, բացի անհատապես այն բուժաշխատողները եւ նաեւ պացիենտները եւ նրանց հարազատները, ովքեր գալիս են հանձնաժողով, բացի նրանց հետ այդ անհատական աշխատանքը, որովհետեւ դա իրապես անհատական աշխատանք է։ Մենք ամեն դեպքից հետո հիշում ես առանց ձայնագրության ինչքան ենք խոսում, բացի դեպքեր արձանագրելը եւ այլ, ինչքան ենք խոսում, ինչքան ենք բացատրում, ինչքան ենք փորձում հասկանալ այդ մարդու իրավիճակը, կոնտեքստը եւ նաեւ ինչու՞ չէ ինչ որ գուցե ուղղորդումներ ենք անում։ Սրանից բացի նաեւ էթիկայի հանձնաժողովը արձանագրում է այդ համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են, որ պացիենտը ստանա պատշաճ բուժօգնություն, իսկ բուժաշխատողը կարողանա լիարժեք աշխատել։ Եվ իրականում էթիկայի հանձնաժողովի գործառույթները իմ դիտարկմամբ ավելի շատ պաշտպանում են, օգնում են բժշկին, քան պացիենտին։ Հետաքրքիր դիտարկում է։ Իդեպ եկեք այստեղ նաև նշենք այն կարևոր հարցի մասին, որ բոլոր դեպքերում չէ, որ մենք կայացնում ենք որոշումներ, որտեղ հաստատում ենք էթիկայի կանոնի խախտումը, կան դեպքեր, որտեղ հակառակը չի հաստատվում բուժաշխատողի կողմից ենթադրել էթիկայի կանոնի խախտումը։ Այո, մենք ունեցել ենք դեպքեր եւ դրանք այդ դեպքերը իրականում շատ կարեւոր են, որ սա նաեւ ցույց է տալիս, որ մարդիկ լավ պատկերացում չունեն, թե ինչա էթիկան, որոնք են էթիկայի կանոնները, սա նաեւ դրա մասին է, բայց շարունակելով միտքս շատ մեծ դեր կարող է ունենալ էթիկայի հանձնաժողովը, այդ թվում իհարկե էլի մարդկային ռեսուրսները գուցե չեն բավականացնում, բայց օրինակ էթիկայի ես պատկերացնում եմ, որ կարող է օգնել, որ բոլոր բուժհաստատություններում լինեն, ինչ որ տեղերում կան, բայց այդ էթիկայի հանձնաժողովները ավելի հետազոտությունների ուղեցույցներ եւ այլ այդ տիպի բաներն են դիտարկում, բայց կամ ուղեցույցներ ազգային, բայց ոչ հենց բժիշկ պացիենտ կամ բժիշկ բուժաշխատող փոխհարաբերություններում էթիկան, օրինակ ես պատկերացնում եմ, որ հանձնաժողովը կարող է աջակցել բժշկական հաստատություններին, հատկապես խոշոր բժշկական հաստատություններին, ձևավորել, ունենալ, ստեղծել եւ այսպես ճիշտ անիվների վրա դնել այդ էթիկայի հանձնաժողովները։ Ինչպես նաեւ շատ իրականում մենք շատ մեծ կրթական դեր ունենք, ինչը որ նաեւ հիմա անում ենք, որովհետեւ մեր այս զրույցը նաեւ հանրային իրազեկման, հանրային իրազեկման մի մաս է, կրթման մի մաս է, բայց իհարկե մարդկային այս ռեսուրսներով չեմ պատկերացնում, որ շատ բան կարող ենք անել, բայց մենք այսպես կարող ենք լավ օգնել մեր առողջապահական համակարգին, որպեսզի առողջանա այն մասերը, որոնք թույլ են, ուժեղանա այն մասերը, որոնք որ արդեն կան, եւ այն տեղերում, որտեղ բացակայում են, կարևոր ներդրումներ անել եւ դնել էթիկային վերաբերվող հարցերը։ Ես կարծում եմ, որ իրականում այսպես շատ լայն եմ պատկերացնում, իհարկե, ինչպես միշտ փոքր ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու այդ միտքը աշխատում է միշտ։ Եվ երբեմն միշտ չէ, իհարկե այդ հանրային պարսավանք կոչվածը միշտ իր ազդեցության իմաստով գուցե մի փոքր ավելին է, բայց մեր մոտեցումը շատ տարբերվում է այս իմաստով։ Նույնիսկ երբ մենք քննարկում էինք այն հարցը, որ
օրինակ որոշումները պետք է հրապարակվեն իհարկե պացիենտի գաղտնիության իրավունքի պահպանման հետ մեկտեղ, բայց սա միևնույն է չի արվում այն նպատակով, որ որևէ կոնկրետ բժշկի պետք է վատաբանել։ Եվ այստեղ մեծագույն հարգանքը առհասարակ բոլոր բուժաշխատողների նկատմամբ, որովհետև սա իրապես շատ բարդ մասնագիտություն է որպես այդպիսին։ Բայց մյուս կողմից էլ նախ էլի մտքում պահելով այն, որ մենք բոլորս պոտենցիալ պացիենտներ ենք եւ բոլորիս պարագայում, երբ որ մենք արդեն որպես պացիենտ ենք հանդես գալիս, իրավիճակը փոխվում է ամեն դեպքում, ու եւ այդ խոցելիության պատճառով մենք ոնց որ յուրաքանչյուր դետալին, թե խոսքի, թե վերաբերմունքի իմաստով մեծ կարեւորություն ենք տալիս։ Օրինակ մենք ունեցել ենք դեպքերս որպես դրական եւ իրական պատմություններ, որոնք ընթացքում ունեցել ենք, երբ տեսել ենք, որ առհասարակ բուժաշխատողը նույնիսկ չի պատասխանել ոչ գրավոր, ոչ ներկայացել է լսմանը, ոչ որևէ առարկություն է ներկայացել, ոչ դիմումի վերաբերյալ որևէ կարծիք է հայտնել, սա արդեն կարծես ցուցիչ է առ այն, որ բուժաշխատողը ունի այնպիսի վերաբերմունք, որ բացարձակ իրեն չի հետաքրքրում այս ամենը, բացարձակ իրեն չի հետաքրքրում կոնկրետ իրավիճակը եւ այդ պատմությունը, որը դիմումում նկարագրված է, հա կոնկրետ այդ դեպքը, որը կոնկրետ պացիենտի պատմություն է։ Եվ սրա հետ զուգահեռ ունեցել ենք իրավիճակներ, երբ եկել է բուժաշխատողը լսմանը մասնակցել է եւ նույնիսկ ես հիշում եմ մի դեպք, երբ լսման վերջում մեզ բուժաշխատողն ասեց, իսկ կասեք որտեղ ես կարդամ այդ կանոնները, որտեղ ես ծանոթանամ, օրինակ ես որպես այդպեսի, որպես ոլորտի իրավաբան ինձ համար մեծ ձեռքբերում եմ համարում, որ բուժաշխատողի մոտ առաջանում է նույնիսկ այդ հետաքրքրությունը թեկուզ ծանոթանալու էթիկայի կանոններին եւ ինչ որ բան իր համար վերցնելու, հա, այդտեղից։ Ինչ ես կարծում ապագային նայող այսպես տեսլականի կտրվածքով, ես գիտակցում եմ, որ սա ոնց որ 1 տարվա, 2 տարվա կամ նույնիսկ ավել, հա, գործընթացի բան չէ, բայց մեծ հաշվով դու ինչպես ես գնահատում մենք կունենանք այդ դրական փոփոխությունը եւ գուցե մի սերունդ բուժաշխատողների, որոնք նախ առաջինը կպատկերացնեն ինչ է ընդհանրապես էթիկայի կանոնը եւ դրանց տարբերակումը Եվ գործնականում իր վարվեցողության ու պացիենտի հետ իրավահարաբերություններում դրանք կդրսևորվեն, հա, ինչպես ես տեսնում այդ ապագայի տեսլական ինչպիսին է։ Երբ մենք խոսում ենք մարդու մասին, անկախ նրանից դա բժիշկ է, պացիենտ է, իրավաբան է, չգիտեմ, երբ խոսում ենք մարդու մասին, մենք 100%-ով ամեն ինչ բացարձակ չենք կարող ասել, որովհետև որպեսզի բուժաշխատողը պահի էթիկայի կանոնները եւ ամբողջությամբ հետևի այդ կանոններին, շատ բազմաթիվ գործոններ կան դրան նպաստելու համար։ Մենք օրինակ միայն օրենք ընդունելով, կամ միայն էթիկայի կանոններ ընդունելով, կամ միայն դասընթաց անելով, մենք չենք կարող հասնել դրան։ Իրականում այս իմ կարծիքն է, գուցե ես սխալվում եմ, բայց շատ բազմաշերտ է այս ամեն ինչը եւ մենք պետքա բոլոր շերտերը բացենք ու հասկանանք։ Օրինակ, եթե պատկերացնենք, որ բժիշկը անընդհատ աշխատում է մահվան հետ, անընդհատ ինքը ամեն օր աշխատում է մահվան հետ եւ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում նրա հոգեկան առողջությունը բարելավելու համար կամ կանխարգելելու այդ աշխատանքի ընթացքում ձեռք բերված այդ ծանր հոգեվիճակի հետևանքները, թե ոչ մի բան մենք չենք անում, այդ բժիշկը կարող է փայլուն իմանալ էթիկայի կանոնները, բայց էմոցիոնալ այնպիսի վիճակում լինի, որ նա դա չկարողանա պահել։ Ես մի դեպք հիշեցի, դու էլ հիմա որ ասեմ կհիշես այդ դեպքը, այդ երկուսս էլ այդ դեպքի ժամանակ ներկա ենք եղել, երբ որ բժիշկներից մեկի նկատմամբ բողոք էր ներկայացվել, որ այդ բժիշկը իր գործընկերոջը բուժքրոջ վրա ջղայնացել էր, եւ մենք այսպես զայրացանք, ինքն էլ բավականին այդպես լավ հայտնի բժիշկ էր, եւ երբ որ այդ բժիշկը եկավ ու սկսեց պատմել իրականությունը թե ինչ է տեղի ունեցել, որ ասում եմ ես այդ մի փոքր տենց դրվագներով ասել, որ լսողի պատկերացնեն ինչի մասին է խոսքը։ Ուրեմն երեխայի մասին էր խոսքը, որ շատ ծանր վիրահատություն էր տարել եւ նա կյանքի ու մահվան մեջտեղում կռիվ էր տալիս եւ բժիշկը գալիս է առավոտյան, նախորդ օրը վիրահատել են, գալիս է եւ տեսնում է, որ երեխայի սենյակում հավաքված են նրա հարազատները, ընդ որում բուժքույրն է թույլ տվել եւ նա ասում է ես որ տեսա, որ բոլորը հավաքվել են եւ շնչում են այդ երեխայի թթվածինը,
Ես ասում եմ, էլ չգիտեի ինչ անեմ, այնպես զայրացա, որովհետև ասում եմ, այս երեխան կռվում է կյանքի ու մահվան մեջտեղում, բայց նրա հարազատները բուժքրոջ թույլտվությամբ ներս են մտել եւ շնչում են նրա թթվածին։ Ու ասում եմ, ես այլևս էլ ուրիշ ես չգիտեի ինչ ձև արձագանք եմ։ Մինչև բժշկին լսելը մենք մտածում ենք, որ շատ կոպիտ խախտում է թույլ տվել, բայց երբ որ բժիշկը եկավ եւ ներկայացրեց, թե ինչ է իրական տեղի ունեցել, մենք հասկացանք, որ այդ պահին այլ ձև հնարավոր չէր արձագանքել, հա։ Մի կողմից այո, գործընկերոջ հետ միգուցե պետք չէր մի քիչ ավելի բարձր տոնով խոսել, բայց մյուս կողմից նաև հիշելով նախապատմությունները, թե այդ երեխայի հետ կապված ինչ բաց թողումներ էր ունեցել բժիշկը, արդեն այդ մարդը չէր դիմացել, հա։ Այսինքն մենք երբ որ խոսում ենք, որ պետք է էթիկայի կանոնները պահպանվեն եւ մենք հույս ունենք, որ ինչ որ մի օր դրանք կպահպանվեն, մենք նաեւ պետք է այս համակարգային հարցերը լուծենք, մենք պետք է այս փոխկապակցվածությունը հասկանանք, որովհետեւ եթե օրինակ մի բժիշկ ենթադրենք 10 բուժաշխատողների շրջան այդ կոլեկտիվում ինքը ամբողջությամբ պահում է, բայց մնացածը չեն պահում, որոշակի կանոններ, որը որ կարող է ազդել մարդու առողջության վրա, կարող է նրան կյանք արժենալ, երբեմն էթիկայի կանոնը հետին պլան է մղվում այն դեպքում, երբ որ պետք է փրկել մարդու կյանքը, հա։ Դասվում է կարծես այդ կյանքի եւ դրա փրկման նժարի դեպքում։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ համակարգ ունենալ։ Ես հավատում եմ, որ եթե ավելի շատ ջանքեր դրվեն, վստահաբար ահագին բան հնարավոր է փոխել, բարելավել, բայց մենք չեմ կարծում, որ ամբողջությամբ կլուծվի հարցը, որովհետև ամեն դեպքում մենք գործ ունենք մարդկանց հետ։ Միս ու արյունից մարդկանց հետ, որը այո, շատ զգայուն է, այո։ Բայց մի բան եմ ուզում ավելացնել այդ վատ լուրի հայտնման եւ այլնի հետ կապված, օրինակ այս մասով ես կարծում եմ, որ հնարավոր է ամբողջությամբ լուծել հարցը։ Իհարկե, եւ դրա բազմաթիվ միջազգային փորձառություն ունեցող երկրներ կան։ Այո, եւ մենք Հայաստանում էլ ունենք այդ օրինակը։ Օրինակ, տեսեք, միավի նախատեստային հետտեստային խորհրդատվությունը Հայաստանում շատ վաղուց պատշաճ իրականացվում է, որովհետեւ այդ կառույցում այդպիսի որոշում են կայացրել եւ նաեւ հետեւելով միջազգային ռեկոմենդացիաներին, որ միավի նախատեստային խորհրդատվության դեպքում պետք է SSS բաները ասել, հետտեստայինը եթե դրական կարգավիճակ է, այս բաները պետք է ասել, այսինքն այդ մենք միտեղ լոկալ ունենք, որ կարելի է ուղղակի դիտարկել եւ շատ լավ է, որ մենք արդեն ունենք վատ լուրի հայտնման հետ կապված այդ ուղեցույցը, այս մասով ես հավատում եմ, որ հնարավոր է։ Ուղղակի պետք է ավելի շատ ջանքեր դրվեն, մենք համագործակցային, մենք մի հատ նաև ուրիշ խնդիր էլ ունենք հաղորդակցության, օրինակ գիտես, որ 10 տարուց ավել պալիատիվ բժշկական օգնության ցավազրկողների հասանելիության հետ կապված մոնիտորինգ է արել մեր կազմակերպությունը, եւ մի հատ էսպիսի նաև բան եմ դիտարկել, որ երբեմն մենք ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան իրավակարգավորումներ, ուղեցույցներ, շատ ավելի լավը, այո, շատ ավելի լավը, բայց երբ որ գտնում ես պրակտիկ դաշտ, տեսնում ես, որ այդ ուղեցույցների մասին նույնիսկ բուժաշխատողը չգիտի։ Այսինքն նաև այստեղ հաղորդակցության խնդիր կա, կոմունիկացիայի խնդիր կա, որ երբ որ որևէ ուղեցույց է մշակվում, որևէ ուղեցույց է ներդրվում, դրանք ոչ թե պետք է մնան օրինակ ինչ որ միտեղ կայքում կախված կամ ինչ որ մեկի մեյլին ուղարկված եւ մոռացված տարիներով, այլ դրանք պետք է պատշաճ կոմունիկացվեն, նրանք պետք է հետևեն, որ նույնիսկ, չգիտեմ, վերապատրաստման դասընթացներ անեն։ Ես հասկանում եմ, որ գուցե ռեսուրսները երբեմն շատ չեն, գուցե իսկապես շատ ավելի ուրիշ հարցերով ենք մենք ծանրաբեռնված, բայց ոչ մի բան ավելի կարևոր չէ, քան մարդը, ուղղակի մարդը։ Եվ այդ մարդակենտրոն մոտեցումը։ Այո, որովհետև երբ որ տեսեք, մենք խոսում ենք վիճակագրության մասին, օրինակ բժիշկներ կան, չէ, որ կարող են այնպիսի պացիենտների հետ աշխատել, որ մահերը ավելի հաճախ են, ավելի շատ են, կամ որոշակի ավելի ծանր առողջական խնդիրներ են, եւ այդ մարդիկ տարիների ընթացքում մի տեսակ այդ պաշտպանողական ռեակցիան աշխատում է ու ոնց որ sense ռոբոտ են էլի դառնում, որ այդ դեպքերը sense հա իր համար հերթական դեպք է, կասեմ, կանցնի, բայց այդ դեպքի հետևում մարդ է միս ու արյունից, որը մի անգամ է ծնվել եւ այս մի կյանքը ունի եւ բժշկի ասած մի խոսքը, մի արտահայտությունը
ամբողջությամբ կարող է փոխել այդ մարդու կյանքը, ամբողջությամբ։ Ու ես մի օրինակ էլի մեր աշխատանքից ելնելով մի այսպիսի դիտարկում անեմ, երբ որ միավով ապրող մարդկանց միավ կարգավիճակի մասին տարբեր բժշկական հաստատություններում, ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կարող են ասել միավ կարգավիճակը, այնքան մեծ նշանակություն ունի, թե նրան ինչպես են ասել միավ կարգավիճակի մասին լուրը։ Երբ որ նրան վախեցնող, խտրականացնող, մերժող, արհամարող, ինչ որ սխալ տեղեկատվություն են տվել, այդ մարդը անպայման իր կյանքի ընթացքում ունենում է բուժման դադար, հուսալքություն, ավելի ծանր հոգեկան վիճակում է հայտնվում, իսկ այն մարդուն, ում որ բացատրել են, որ դա ընդհանրապես մահվան սպառնալիք չի, եթե դու քո դեղերը նորմալ ժամանակին խմես, դու վտանգավոր չես քո շրջապատի համար, այս մարդը մի տեսակ ոնց որ ինքը այլ կերպ է ապրում։ Ու մենք միշտ պետք է հիշենք, որ բժշկի համար, բուժաշխատողի համար դեպքերը օրը այդ բժիշկը կարող է 10 պացիենտի հետ շփվել այդ խնդրով, նույնանման խնդրով, բայց այս պացիենտի համար այս մի դեպքն է, այս մի կյանքն է, այս մի իրադարձությունն է, որն ամբողջությամբ կարող է փոխել նրա կյանքը ամբողջությամբ։ Դրա համար ես հավատում եմ, որ հնարավոր է, որ մենք ունենանք ավելի լավ համակարգ, հնարավոր է, որ ավելի զգայուն բուժաշխատողներ, ավելի լավ միջավայր բժիշկների համար։ Խնդիրները, այո, ամբողջությամբ, այսպես եթե դնենք ինդիկատոր 100%-ով մենք լուծում ենք, չեմ պատկերացնում, բայց հնարավոր է 70-80%-ի հասնել։ Հուսանք, շնորհակալություն մանրամասն քննարկելու այս բոլոր հարցերը եւ վերջում մեր մշտական հարցը, որն է հենց քեզ համար Ժենյա առողջ լինելու բանաձևը։ Սիրել այն ամենը, ինչ որ ինձ շրջապատում է, հոգ տանել իմ առողջության մասին եւ իմ շրջապատող մարդկանց մասին, որովհետեւ առողջությունը միայն ֆիզիկական չէ, այլ նաեւ շատ ավելի կարեւոր է հոգեկան առողջությունը։ Սերն է իմ առողջության բանալին իմ եւ իմ շրջապատի նկատմամբ։ Շնորհակալություն Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։